Բարև իմ սիրուններ, ձեզ հետ է Անին և ձեզ հրավիրում եմ դիտել իմ մի փոքր փոփոխված նոր ֆորմատով վլոգը։ Ինչպես շատերդ նկատել եք և շատ հաճախ գրում եք, որ չկամ, կորել եմ, նոր վլոգներ չկան, այո, չեմ կարողանում էլ առաջվա նման ակտիվ լինել, քանի որ ոչ թե ժամանակս ինձ չի ներում, այլ ես ինձ հենց բռնացրել եմ դրա վրա, որ ինքս ուղղակի չեմ ուզում և ունեմ մի բնավորություն, եթե մի բան չեմ ուզում, ես ինձ չեմ ստիպում, որովհետև ստիպուղաբար ինչ-որ բան անելը, դա հաստատ լավ բանի չի բերի, այսինքն դուք չեք ստանա և չեք դիտի այն, ինչը որ իմ սրտից է, այն ինչը որ ազնիվ է, այն ինչը որ ես կուզեի տալ ձեզ, այլ դա կլինի ինչ-որ ռոբոտական բան, որը հաճելի չի լինի դիտել։ Դրա համար ես ինձ տվեցի ժամանակ, որպեսզի ես ինքս հենց հասկանամ ու զգամ, որ ես էլի ուզում եմ անել այն, ինչ որ անում էի առաջ, իհարկե ավելի նորացված և ավելի հետաքրքիր ֆորմատով։ Արդեն 2 տարի է, ինչ ես մամա եմ, այո, Դավիթս մի քանի օր առաջ դարձավ 2 տարեկան, և իմ կյանքում, իմ ապրելակերպի մեջ հիմա ամենամեծ հաճույքը դա մամա լինելն է, դա տանտիկին լինելն է, զբաղվել տան խնամքով, տան անդամների խնամքով, ինչին շատ մեծ հաճույք է պատճառում։ Միգուցե գա ժամանակ, երբ որ ես հասկանամ, որ պետք է նաև աշխատել, այսինքն այս ամբողջ ընթացքը, ինչը որ կատարվում է իմ կյանքում, ինձ մի փոքր հոգնեցնի և ինչ-որ նորություն ուզենամ մտցնել իմ կյանք։ Այդ ժամանակ էլ կմտածեմ դրա մասին։ Իսկ հիմա ես ուղղակի կարելի ասել վայելում եմ, այո, ճիշտ է, սա շատ դժվար աշխատանք է, մամա լինելը, տանկին լինելը դժվար աշխատանք է, բայց ես փորձում եմ այն նաև այնպես կատարել, որ ես էլ հաճույք ստանամ դրանից։ Չհաշված տանկուն գիշերները, իմ որդին դեռ սիրում է շատ վաղ արթնանալ, օրեր են լինում, որ երկար է քնում և մենք զարմանում ենք, բայց ինչևիցե արդեն սովորել եմ և հուսամ, որ տարիքի հետ ինչքան մեծանա, այդ ամենը կփոխվի։ Ես ուղղակի կփորձեմ շուտ-շուտ, ոչ այդքան ուշ գալ ձեզ հյուր, իմ ալիք հյուր, պատկերացնում եք, այո, թող այդպես լինի, կարևորը այն է, որ ես համոզված եմ դրանում, դուք ինձ միշտ սպասում եք, ես էլ սպասում եմ ձեր հետադարձ արձագանքներին, ինչը ինձ շատ ուրախություն է պարգևում և շատ եմ ուրախանում, երբ որ այստեղ, այս քաղաքում, որտեղ որ ես եմ բնակվում, շատ հաճախ ինչ-որ վայրում գտնվելուց ես հանդիպում եմ իմ հետևորդուհիներին, ինձ գալիս են, մոտենում են, բարևում են, լավ խոսքեր են ասում, ինչի համար ձեզ անչափ շնորհակալ եմ, որ դուք այսքան լավն եք ու այսքան բարին։ Ես այստեղ այդքան շատ չեմ խոսում այդ մասին, բայց արդեն 2020 թվականից միշտ ունենում եմ աշակերտներ, դեմքի մաշկի խնամքի կոնսուլտացիա եմ անցկացնում օնլայն և տարբեր երկրների մասնակիցներ ունեմ, այդ մասին անդադ խոսում եմ ես ինստագրամում այնտեղ եմ ցուցադրում, այսինքն ոչ միայն տան գործերով եմ զբաղվում, դա էլ իր կողքից դեռ մնացել է, ինչ ինձ շատ մեծ հաճույք է պատճառում, ես կարծում եմ դրանով միշտ եմ զբաղվելու, մաշկի խնամքը իմ համար ամենաառաջին տեղն է գրավում, այնպես որ եթե դուք էլ կցանկանաք ստանալ իմ կողմից կոնսուլտացիա և ունենալ գրագետ մաշկի խնամք, կարող եք հետևել իմ ինստագրամյան էջին և ես այնտեղ հաճախակի տեղադրում եմ, թե երբ եմ վերցնում նոր մասնակից, քանի որ իրենք շատ են։ Քո երկրորդ նախաճաշն է։ Բա, հեսա կետի փոշիլա։ Գնանք համ խաղացան ձեզ, եթե դու նստել չունես։ Հիմա համով բաներ պատրաստի։
Իրականում ես ձեր շատ բաներ ունեմ պատմելու, տալու, այնպես չէ, որ ես այս աշխարհից հետ եմ մնացել, հակառակը շատ ավելի ժամանակ եմ ունենում իմ ինքնազարգացման վրա աշխատելու, անընդհատ նորություններին հետևելու։ Կգա ժամանակ, որ այո, ես էլի կվերադառնամ ու ձեզ լիքը հետաքրքիր բաներ կպատմեմ, ինչու ոչ նաև իմ մայրանալու հետ կապված։ Այդ իսկ պատճառով ես ձեզ առաջարկում եմ այս վլոգի մեկնաբանությունների բաժնում գրել ձեր հարցերը, ինչի մասին որ կուզեք։ Եթե հասկանամ, որ ես կարող եմ այդ հարցի պատասխանը տալ, մեծ սիրով կտամ։ Ես ձեզ համար կպատրաստեմ առանձին վիդեո, որտեղ կպատասխանեմ ձեր հարցերին եւ կտեղադրեմ այստեղ ու էլի կշարունակենք մեր շփումը։ Լրացնենք այն բացը, որը որ ես թողել եմ, կսպասեմ ձեր հետաքրքիր հարցերին, անչափ ձեզ շնորհակալ եմ, շատ սիրում եմ, գրկում եմ, համբուրում եմ եւ շարունակեք ձեր դիտումը։ Մենք այսօր հաստատ տնկեցինք այս ծաղկները։ Ուզում ես խաղալ։ Հա, արի։ Ես իր համար արդեն բան եմ արել։ Մի թափվիր։ Պատվիրել եմ, որ նստի խաղա բալկոնում։ Գետի մի թափվիր, հա։ Ապրի, խել, խորա, իստան, հարի, Լավ ես տղես։ Ուրախ հաչելիս, հա կյանք։ Լողացավ, պուպուշացավ, մեյլ եկել է ուրախացել է նոր ատմոսֆերայի վրա։ Այս տարվա մեր պլանների մեջ էր մտնում, նոր մեքենան, առուր սնվել է, երկու ամսը սկսել ենք, եկել,
Այն մանր մուներները ամեն ինչ արդեն արել ենք ամեն նոր տարվան ես գրի եմ առնում, թե այս տարի ինչ պլաններ ունեմ ու կուզեմ իրագործել, իհարկե ոչ բոլորն է իրագործում, բայց երբ երեքը չենք հասցնում իրագործել, ամենայն կարևորները իրագործում ենք։ Մի բան էլ կար մոռացել եմ։ Էլի կարևոր էր, հա, զբաղվել առողջությամբ ու զբաղվում ենք։ Անալիզներ, լիք տենց հետազոտություններ, կարևոր որ չեն կարել մինչև հիմա ունենք։ Ոյ, Դավիթ։ Գնենք մեր նոր ատոմ վերցնենք, դա, պապան հենա գնաց։ Մեր մեքենան։ Դե շնորհավոր։ Հա, տղես։ Դուրը տեկավ բար։ Երեկեսի դու ես ընտրել։ Մենք ուրիշ մեքենայի հետևից էինք եկել, ինքը նստել էր ու չէր ուզում դուրս գալ, պապան ասեց ուրեմն ես ենք առնում։ Հա գանց։ Ջոնո։ Հակոբ հենց մեքենայից իջնում է, Դավիթ անտրամադիր է, անպայման պետք է լացի, կապրիզանի, մտածեցի վլոգով կիսվեմ, նկարվեմ, որ ինքը ծրվի ու չլացի։ Գնում ենք Դավիթի համար ամառային շորիկներ գնելու, լիքը բաներ եմ պատվիրել, ձեցկի միրում, շատ սիրուն բաներ էին ստացել, հիմա գնում ենք նայենք այդ պատվիրածներից, որը կլինի, որը չէ, հուսամ բոլորն էլ կլինի։ Աջան, հիմա կգողոպան, գոնձես։ Ամել քոնը տանում, ոնց որ թե։ Բայց այսօր երկարակն էլ ես մտածեցի, որ երկար արդում կմնա, բայց ինքը իր ժամը չի փոխում։ Հուսամ ճանապարհին կքնի, մի քիչ երկար ենք գնալու, Գարիզոնտ ենք գնում, այնտեղից ես գինները լավ մեծ է ու շատ մեծ տեսակային է։ Հա բար, հələ Ջոնո, եկավ պապան, եկավ պապան։ Սկոտված սիրուց աչքերն ես թած, երբ ինձ ասել ես կեզ դարձել եմ թամ, որ ինձանից բացի Դավիթս քնեց ճանապարհին, Հակոբի հետ մեքենայի մեջ մնացին, ես էլ իջա, գնամ նայեմ պատվերներս, ընտրեմ վերցնեմ, բայց ճանապարհին Գյոխեն Լենդը տեսա, իմ սիրելի խանութն է, շատ եմ սիրում, պատվեմ տեսնեմ ինչ նորություններ կան ու շարունակեմ ճանապարհս դեպի ձեցկի միր։ Ասենք գիտեմ, որ երեխեն քնած է ու երկար կքնի, կարող եմ հանգիստ պտտվել, բայց ես միշտ շտապում եմ, միշտ հանգիստս բացարձակ կորցրել եմ։ Պատվերս պետք է գտնեմ, 5-րդ հարկում եմ, այստեղ շոտ մեծ է, ձեցկի միրը, մի հատ տեսեք, հիմա պետք է փնտրեմ։ Բոլորը իննա, հիմա պետք է ամբողջը բացեմ, ստուգեմ, տեսնեմ, լավն են, լավը չեն և գնամ ու վճարեմ։